Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը ամփոփեց զինված հակամարտությունից տուժած երեխաների եւ ընտանիքների տոկունության ձևավորում ծրագիրը։ Այսօրվա նպատակը այն է, որ ամփոփում ենք 2022 թվականից մինչև օրս հոգեբանասոցիալական աջակցության ծրագիր, որը իրականացնում ենք PISE ֆրանսիական կազմակերպության հետ։ Սոնա Գումյուրի խոսքով ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դրա գիտական բաղադրիչն է։ 2022 թվականից իրականացվել է լայնածավալ հետազոտություն նվիրված 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին, մասնավորապես երեխաներին եւ նրանց ծնողներին։ Բոլոր այդ արդյունքների հիման վրա մենք հրապարակեցինք գիրք, խմբային ձևաչափով երեխաներին հոգեբանական աջակցություն տալու գործիքակազմ։ Գործիքակազմը ֆրանսիական եւ իտալական փորձի հիման վրա էր, Իտալիայի համալսարանի հետ համատեղ մշակած է եւ ամենամեծ արդյունքը այն էր, որ մենք այն ոչ միայն թարգմանել ենք, ադապտացրել ենք, տեղայնացրել ենք, այլ նաեւ տարածել ենք Հայաստանով մեկ։ Եվ առաջիկայում եւս պլաններ ունենք, որ այն մարզերը, որոնք դուրս են մնացել, եւս ներգրավենք ու երեխայի հետ աշխատող բոլոր մասնագետները կարողանան օգտվել այդ գործիքակազմից։ Հոգեբանական աջակցությունը տրամադրվել է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափերով, ընդգրկելով ոչ միայն երեխաներին, այլև նրանց ընտանիքներին։ Սկզբնական շրջանում բնականաբար արդեն իսկ դրսևորում էր վարքային տարբեր փոփոխություններով, ապագայի նկատմամբ անորոշությամբ, անվտանգության կարողություններն ու հմտությունները բավականին նվազեն, իսկ այժմ բնականաբար դինամիկան կարճ փոփոխություններ կար աշխատանքից հետո եւ երեխաների մոտ սոցիալական դեզադապտացիայի փոփոխությունը կար, ադապտացիոն որոշակի փոփոխություն կա։ Հոգեբանական աջակցության հետ մեկտեղ ընտանիքներին տրամադրվել է նաև հումանիտար աջակցություն։ Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, առանձին ուղղությամբ իրականացվել է կանանց զորացման ծրագիր, որի շրջանակում կանայք ստացել են մասնագիտական ուսուցում եւ անհրաժեշտ պարագաներ։ Արևամանուկ հիմնադրամի համար առաջնայինը ոչ միայն այդ պարագաներ տրամադրելն էր, այլ դրա կիրառելիությունը։ Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր ընդգրկված կանանցից ընդամենը մեկն է, որ այժմ աշխատանքային գործունեություն չի ծավալում, քանի որ տեղափոխվել է այլ համայնք եւ այլ ուղղվածությամբ աշխատանք է գտել, իսկ մնացած մասնակիցները իրենց ինտեգրել են աշխատաշուկա եւ ներկայացնում են իրենց պրոդուկտները հիմա։ Արևամանուկ հիմնադրամը պատրաստվում է հանդես գալ նոր ծրագրերով եւ նախաձեռնություններով, շարունակելով հոգեբանական ուղղվածությամբ աշխատանքը եւ պահպանելով հիմնական նպատակը՝ ընտանիքի հզորացումը երեխայի բարեկեցության համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյանն այսօր։